Առջևում վաղաշաբաթի դիմընտրություններն են, որ քաղաքական ուժին եք պատրաստվում տալ ձեր ձայնը։ Իհարկե ոչ ԿՊ, ոչ նախկիններին, Մայր Հայաստան, որովհետև Մայր Հայաստանի հենց անվանումը երկու սրբությունների անվա Մայր եւ Հայաստան, ելում կարա հայը ձայն տա։ Այս պաշտոնում ես տեսնում եմ հարգարժան Արգիշտի Մեխակյանին։ Ես էլ ճիշտ ասած կմասնակցեմ, բայց հələ ընտրություն չեն կարել։ Համայնադեպս իշխանությունների ոչ։ Ես քիչ եմ այստեղ լինում, միշտ գնում եմ, գալիս եմ։ Ամենայն դեպս, ինչ ասեմ, հույս ունենանք, որ ով էլ որ լինի, ղեկավարը լավ է լինելու։ Այդ հույսով մնանք։ Մայր Հայաստան կուսակցությանը։ Ինչու՞։ Որտեղ Մայր Հայաստան կուսակցությունը նոր կուսակցություն է, երիտասարդության եւ մեր երկրի մասին մտածող կուսակցություն է, որը որ մենք հավակնում ենք, վստահում ենք եւ ցանկանում ենք լինել իրանց կողքին, որ ունենանք հզոր Հայաստան, հզոր քաղաք, Սուրբ Էջմիածին։ Որ համոզված եմ, որ այս պաշտոնակատարը քաղաքապետին անտամ ցային։ Նայեցի գաղտնի քաղաքական հարցանքով։ Մասնակցել եմ եւ ընտրել եմ Դավիթ Կարապետյանին։ Այսինքն Մայր Հայաստանի երկրորդ Ահա, ինչով է պայմանավորված։ Որովհետեւ ինքը եղել է գյուղապետ, իր ժամանակով շատ լավ է եղել։ Մեխակյանին։ Գործը։ Ահա։ Հիմիկվա մեր քաղաքապետի Արգիշտի Մեխակյանին։ Տալիս։ Գախնիկա։ Մայր Հայաստան։ Ինչու։ Որտեղ ավելի սրտամոտ է իրանց ծրագրերը քան մյուսներին է։ ԿՊ-ականներին։ Ինչու։ Դե ինձ դա է դուր գալիս։ Հայաստանին բարձր տրամադրությամբ։ Ինչու։ Մեր երկրի ապագայի բարեկեցիկ ապագայի համար։ Նախկին ներկայացությունը կաշխատի այս ընտրություններում։ Դուք կսատարեիք նախկինի հետ ասոցացվող տեխնացուներին։ Առհասարակ ինչպես եք հիշում նախկին ժամանակները, օրինակ Քոչարյանի տարիներ։ Էլի նորմալ ապրել ենք։ Ապրել ենք էլի, հիմա ինչ ասեմ։ Ուղեիք։ Միանշանակ ես Ռոբերտ Քոչարյանից գոհ եմ այնքանով, որովհետև երբ որ Ռոբերտ Քոչարյանը ինքը խոսում էր կամ հարցազրույց էր տալի, այնքան ուժեղ մարդիկ են, որ բոլորը լուր լսում են իրանց։ Ոչ թե այսօր մեկը խոսում է, բայց ոչ մեկ չի ուզում իրանց լսի։ Նրա տարիները վարվել եմ, իր բادرը շատ եմ տեսել։ Ես նրան կյանքում ցայն չեմ տա։ Ու խորտ կտամ շատ ծերերին, որ նրան ցայն չտան։ Այսինքն իմ տարիքի մարդիկ, իզի շարժեմ քիչ փոքրներ, իր տարիներին արվել են շատ են տեսել, վատ բաներ եմ Չշարունակեմ, հա։ Խնդրում եմ չշարունակեմ։ Լավ։ Նախկիններին անցած 35 տարիների ընթացքում 3 նախագահներ, առաջինի ժամանակ սով, երկրորդի ժամանակ քաղաքական սպանություններ, կաշառակերություն, կոռուպցիա, երրորդի ժամանակ հարբած նարկոման Սերժ Սարգսյան, կազինոներում խաղացող, այս մեկն էլ լրիվ սրբապիղծ, հայրենիքը հանձնել է, ամեն ինչ ուրացել է, Մասիսարն ուրացավ, Եղեռն ուրացավ, Հայաստանի 240 ավել կիլոմետրը թուրքերի ձեռքին է ու դեռ խաղաղություն ամուրում։ Ես նրանց հետ ոչ մի վերաբերմունք չունեմ, բայց չեմ ուզում եւ չեմ էլ ցանկանում։ Դե անունը մի տվեք։ Նա հայազգի հետ կապ չունի։ Ռոբերտ Քոչարյանից դժգոհ չենք եղել, այդ տարիներին նորմալ է եղել։ Մենք աշխատել ենք, պետական աշխատող եմ եղել, հիմա էլ եմ աշխատում, դժգոհ չեմ եղել։ Առաջին նախկին 3 ղեկավարներն էլ դավաճանել են մեր հայ ազգին։ Ես չեմ ճանաչում որպես նրանց, որպես մարդ։ Չեմ թվարկում, բայց իշխանություններին չէ։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ, էլի թող մնա դա մեր ներքին սիրուն չի հիմա ասենք նախկին ներկա մասնակցենք դեռ չկերևա։ Շատ բացասական։ Ինչու։ Դե լավ բաներ չի արել։ Այդ ժամանակ ստեղ չեմ ապրել, բայց եկել եմ ու Քոչարյանին հետևել եմ, տեսել եմ ինչա, շատ օգնել եմ, շտաբում էլ մասնակցել եմ իր գործերին օգնության։ Որովհետև քանդել են երկիրը, կերել են 30-40 տարի, այդ ոնց կարելի է մոռանալ։ Իհարկե ոչ։ Մեր բոլոր դժբախտությունների պատճառը
անմիաբանությունն է։ Անմիաբանություն է։ Ուրեմն ես կոչ եմ անում, որ բոլորս միաբանվենք։ Միանալով է մարդը բազմանում։ Եկեք միանանք։